Բարի երեկո ժողովուրդ ջան։ Եթե դեմ չեք սիրելի նոր միացողներ, մի քանի վայրկյան սպասենք, տեսնենք ովքեր միանան ու զրուցենք, հա։ Նորից բարի երեկո, հուսով եմ ընթացքում կմիանան, ովքեր էլ չեն միանա, հետո գուցե եւ կնայեն։ Հարգանքները ժողովուրդ ջան, հուսով եմ ձայնի խնդիր չունենք, հուսով եմ լավ եք, անշարժ փորձանք, շատ այսպես ավելի շատ պատմական ակնարկ ունենք այսօր, որով ուզում եմ անցնենք եւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ժամանակ առ ժամանակ, երբ որ ես մարդկանց մեկնաբանություններ եմ մեջ բերում, այս ամենի նպատակը սիրելի ժողովուրդ եւ բնավ իմ նեղացկոտությունը չէ, ես նեղացկոտ չեմ, իմ սիրտը այդքան էլ փոքր չի։ Այս ամենի նպատակը մոնիտորինգն է։ Մոնիտորինգի արդյունքում կազմվում են թեմաներ, որոնց մասին մենք հետագայում խոսում ենք։ Այսինքն ըստ մեկնաբանությունների, որ կողմ է գնում, ինչից են մարդիկ հետաքրքրվում, ես ուզում եմ առանձնացնել երկու մեկնաբանություն եւ անպայման դրանց ընդհանուրը երկուսն էլ ոչ ադեկվատ։ Չգիտեմ ինչի մագնիսի պես ինձ քաշում են այս ոչ ադեկվատ սիրելի տգետիկները։ Ուրեմն, եթե հանկարծ խոսես Կրեմլից, անպայման կհակադարձեն։ Բայց չէ ձեր արևմուտքը մեր, թե արևմուտքի իշխանով իմը ես չգիտեմ, իշխանով որ Լուսինն ու Ֆոբոսն ու Դեյմոսը Մարսի իմն են։ Եթե խոսես արևմուտքից, կասեմ, բայց չէ ձեր սովետը։ Սովետը ինչով էր իմը դա էլ հայտնի չէ։ Սիրելի ժողովուրդ, նախ ես բազմիցս կրկնել եմ եւ նորից ասում եմ, խնդրում եմ, քաղաքականության մեջ փորձեր մի արեք ինձ ներքաշելու։ Ինչու չեք միանում Բևերին, ինչու չեք միանում սրան, ինչու չեք միանում նրան, ես անցյալ անգամ ասեցի, ամենայն հարգանքով, սիրելի ժողովուրդ, թողեք ես մնամ իմ տեղում։ Ես ինքս կորոշեմ, որտեղ ոնց երբ։ Երկրորդ, սովետի ժամանակ ծաղկում ենք այսպես, ինչ ես դուրս ես տալում, այսպես ակցենտով, չգիտեմ ինչով, այսպես կիսագրագետ մեկնաբանությունները։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, սիրելի ժողովուրդ, որ քաղաքականությունը դա շահերի բախում է։ Քաղաքականության մեջ չկան էմոցիաներ, քաղաքականության մեջ չկան լավ ու վատ երկրներ, քաղաքականությունը այնպեսի չի, որ կարող ես կանգնել, ասել դու սրիկա ես կամ դու հրաշալի մեր բարեկամն ես, չեն լինում այդպիսի բաներ, քաղաքականության մեջ կա շահերի բախում, եւ այստեղ ամենակարևորը, թե ինչ շահով ես դու ներկայանում աշխարհին, ինչ ես ցույց տալիս աշխարհին եւ որն է քո շահերի հանրագումարը, ինչ ես ցույց տալիս Եվրոպային, ինչ ես ցույց տալիս ամերիկաներին, արևմուտքներին, այսպես ասած, եւ ինչ ես ցույց տալիս արևելքներին կամ հյուսիսներին կամ էլ հարավներին, սա կարեւոր չէ։ Այսինքն քաղաքականության մեջ երբևէ, երբ որ այդ տերմինը առաջին անգամ գործածվել է մոլորակի վրա, քաղաքականության մեջ մարդիկ հասկացել են, որ գոյություն չունեն բարեկամներ, եղբայրներ, չգիտեմ, ազգակիցներ, վայ, Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, Ֆրանսիան երբեք բարեկամ երկիր չի եղել։ Ամերիկացիները մեր լավ ընկերներն են, ամերիկացիները երբ ոնց են մեզ ընկեր, չգիտեմ, կամ բոլշևիկները մեզ այսպես փրկեցին Քեմալական Թուրքիայից, այլ սա էլ արդեն
այն վերջին 300 տարվա պատմության վերծանումն է, որը մեր սիրելի բոլշևիկները, որոնք մնացել են սովետական իներցիոն պրոպագանդայի տակ, ոչ մի կերպ չեն ուզում թոթափել։ Սիրելի մարդիկ, այո, կրկնում եմ, չգիտեմ որի անգամ։ Սովետական միության տարիներին առավելապես 70-ականներից վեր մշակույթը, չգիտեմ, սա դպրոցը կրթություն է, անցյալ անգամ ասեցի, չէ, որ դպրոցը շատ այսպես հիմնավոր կրթություն էր տալիս։ Այո, այս ամենը շատ լավ, բայց եկեք հասկանանք, որ սովետական միություն չկա։ Հիմա դուք պիտի ապրեք ազատ, անկախ Հայաստանում են, ազատ եմ դեռ թողնենք մի կողմ, որովհետև սա ակադեմիական վերլուծությունների խնդիրը, թե ինչ է նշանակում ազատություն եւ անկախություն, ակադեմիական հազարամյակների վերլուծության խնդիր է։ Չկա սովետական միությունը, դուք մնացել եք միայնակ։ Պատկերացնում եք մարդը, այսպես կոպիտ համեմատությամբ ասեմ, 20-25 տարեկան ամուսնացել է, ընտանիք է կազմել, բայց մինչև 70-80 տարեկան դարձել է զառամյալ ծերունի, զանգում է հորն ու մորը, ասում է, ես ապրանքը որտեղ պիտի դնեմ։ Ասում է, ես 20 տարի եմ ընդամենը նորմալ ապրել, այն էլ երբ որ դուք իմ ծնողն։ Սա կոպիտ համեմատություն է, դու առանձին ընտանիք ես, քեզ տրվել է անկախություն, ինչի համար երկրները, ազգերը, ժողովուրդները պայքարում են հազարամյակներով եւ անցնում են շատ դժվար ճանապարհ։ Իսկ մենք 1991 թվականին Հայաստան հռչակեցինք անկախ, որովհետև սովետական միությունը լուծարվեց։ Եվ դրանից հետո փոխանակ կառուցելու ձերը, այսինքն փոխանակ մտածելու ոնց անենք, որ մերը ունենանք, ասում են թողեք սովետական միությունը հետ գա, որովհետև սովետական միության ժամանակ այսպես ապրում էինք։ Կոմունիստական բոլշևիկյան լեզվով ասած, զամ մինիստրի պես ապրում էինք։ Հիմա հյուսիս թե արևմուտք, այստեղ միշտ եղել է շահերի բախում։ Այստեղ չեն եղել ժողովրդավարական, դեմոկրատական, դեմոկրատիան, սիրելի ժողովուրդ, դեմոսկրատոս, հունական այս արտահայտությունից սա հիանալիորեն արտակարգ կերպով քողարկված դիկտատուրա է, դեմոկրատիա աշխարհի երեսին ես չգիտեմ որտեղ կա։ Այսինքն պետությունները, կառավարությունները շատ լավ հասկանում են, որ դեմոսկրատոս ժողովրդի իշխանություն, եթե իշխանությունը տա ժողովրդին, այդ պետությունից ոչինչ չի մնա։ Հասկանում են։ Այս դեմոկրատիան ինքը քողարկված այսպես դիկտատուրա էր։ Բոլշևիկներն էլ գնացին այսպես տոտալիտար, իբր թե դեմոկրատիայի, բայց սա տոտալիտար մարդասպանություն էր եւ մենք գիտենք ինչեր կատարվեց հիմա։ Ես մի հատված եմ ուզում կարդալ, շատ կարճ ուզում եմ կարդալ իմ երկրորդ գրքից, Կորսված ժառանգություն, ովքեր չգիտեն, ինչպես ձեռք բերել գրքերը, դուք տեսնում եք մեկնաբանություններում, հետո պատմությունը ձեզ կպատմեմ։ 1964 թվականի օգոստոսի 2-ին Տոնկինի ծոցում Վիետնամի ժողովրդավարական հանրապետության ռազմածովային նավատորմը կրակ բացեց ամերիկյան ականակիրների վրա, որոնք օգնություն էին ցույց տալիս վիետնամական զորքերին։ Այդ օրը համարվում է վիետնամական պատերազմի սկիզբը։ Ամենայն դեպս 60-ական թվականներին այսպիսի պատմություն դրվեց աշխարհի առջև, որ ամերիկյան ականակիրը իրեն համար այսպես ռազմական հերթապահություն էր անցկացնում, չգիտեմ, օգնություն էր ցույց տալիս եւ Վիետնամի ժողովրդավարական հանրապետության ռազմական նավատորմը կրակ բացեց ամերիկյան նավատորմի վրա։ Նախ, սիրելի ժողովուրդ, հիմա ես կպատմեմ այդ նախապատմությունը, Վիետնամի ժողովրդավարական հանրապետությունը չուներ ռազմածովային նավատորմ։ 3 մոտորանավակներ, այսպես իրենց մարտական հերթապահությունը, սրանք արդեն այն ժամանակ կոնկրետ 64 թվականի մասին է խոսքը, ես սրա նախապատմությունը կասեմ եւ հետո սրան կբերեմ, թե ինչ արեց այս հանգուցալուծման մեջ հայ ազգի լրագրողը։ Այս ժամանակ ջրերը համարվում էին այսպես վիճելի։ Վիետնամցիներն ասում էին մերն, ամերիկացիները ասում էին սրանք վիճելի տարածքներ են։ Ամենայն դեպս ժողովրդին, այսպես հասարակությանը, աշխարհին ներկայացվեց, որ վիետնամական ռազմածովային նավատորմը կրակ է բացել ամերիկյան ականակիրի վրա 3 մոտորան նավակներ։ Երբ որ ամերիկյան այդ զորավոր ականակիրը տեսնեին, ուղղակի պիտի փախչեին, բայց պարզվում է կրակ են բացել, ամերիկացիներն էլ սրանից հետո գնացին եւ ամերիկյան սենատում առաջ քաշվեց Տոնկինյան բանաձևը։
Բայց մինչև այս ամենը, որպեսզի կարողանանք այս մեր տաղանդավոր, հռչակավոր այս տղայի կերպարը ավելի վառ հասկանալ, հա, ես ուզում եմ ձեզ նախապատմությունը պատմեմ։ Ուրեմն ԱՄՆ ժամանակակից ԱՄՆ-ի պատմության մեջ Վիետնամի պատերազմը համարվում է այդ երկրի ամենախայտառակ էջը։ Եթե ոչ ամենախայտառակը, այնտեղ Վոտերբերգյան սկանդալ եղավ, չգիտեմ ինչ եղավ, բայց արդեն ավելի ուշ, բայց Վիետնամի պատերազմը մինչ օրս համարվում է ԱՄՆ-ի պատմության ամենախայտառակ էջերից մեկը։ Սա պատերազմ էր, սիրելի ժողովուրդ, որի ժամանակ միջազգային հանրությունը բազմիցս փաստել է եւ ապացուցել է ամերիկյան զինված ուժերի կողմից մարդկության դեմ գործած հանցանքների մասին Վիետնամում։ Բայց ես հետո կասեմ, որ սրանցից ոչ մեկը արձագանք չգտավ, այսպես, չգիտեմ, գերմանացիների կամ չգիտեմ ճապոնացիների պես Նյուրնբերգյան կամ Տոկիոյի այսպես միջազգային ատյաններ չեղան։ 40-ական թվականներին Վիետնամը գտնվում էր ֆրանսիական մանդատի տակ, տիրապետության տակ, Ֆրանսիան գաղութացրել էր Վիետնամը, պարզապես։ Տեսեք, ես խոսում եմ մի թվականի մասին, երբ որ չկա, ԱՄՆ-ի մասին խոսք չկա։ Երբ որ ֆրանսիացիները սկսեցին վիետնամցիներին այսպես կամաց նեղություն տալ, սիրելի ժողովուրդ, Վիետնամում թափ հավաքեց ազգայնականությունը եւ վիետնամցիները արդեն հաջորդ քայլին ուզում էին անկախության գնալ, պիտի ըմբոստանային ֆրանսիացիների դեմ, պիտի պատերազմ անեին, բայց ստացվեց այնպես, որ 40 թվականին Հիտլերը մտավ Ֆրանսիա։ 40 թվականին, այսպես կարելի ասել, ստորագրվեց ֆրանսիական կապիտուլյացիան։ Սա Վիշի կառավարության ձևավորումն էր, հա, նրանք ովքեր ծանոթ են պատմությանը, նրանք գիտեն սա ինչ է։ Գերմանիան եւ Իտալիան մտան Ֆրանսիա։ Երբ որ ֆրանսիացիները այսպես խեղճացան, վիետնամցիները սրանից ավելի ոգևորվեցին եւ փորձեցին անկախություն հռչակել, բայց այս դեպքում էլ ֆաշիզմին օգնության հասավ Ճապոնիան եւ օկուպացրեց Վիետնամը։ Ուրեմն մինչև պատերազմի ավարտը, երբ որ ճապոնացիները արդեն կապիտուլյացիա ստորագրեցին, վիետնամցիներին այսպես նորից թևերը ազատ արձակվեց, մտածեցին, այ հիմա պիտի գնանք անկախության, ես եթե ուշադիր լինեք, սիրելի ժողովուրդ, երկրները, որոնց անունները տալիս եմ, սա միջազգային քաղաքականության մեջ շահերի բախումը ցույց տալու համար է։ Բարեկամ Ֆրանսիա, բարեկամ Ամերիկա, բարեկամ Ռուսաստան, ես ձեզ ցույց եմ տալիս շահերի բախումը եւ ինչ են արել այս Արևմուտքը եւ Եվրոպան մի երկրում, որը ոչինչ իրենց չէր արել եւ գտնվում էր 10,000, 6,000 կամ 7,000 կիլոմետր հեռու։ Երբ որ ճապոնացիները դուրս եկան Վիետնամից, վիետնամցիները փորձեցին անկախություն հռչակել եւ այստեղ վերադարձան ֆրանսիացիները։ Ֆրանսիացիները վերադարձան եւ նորից սկսեցին ճնշել վիետնամցիներին, այստեղ պատերազմից հետո ասեմ, որ եթե պատմությանը տեղյակ եք, Վիետնամում Խոշեմին կար, կոմունիստ առաջին այսպես, կոմունիստական այսպես առաջնորդը, Խոշեմինը նոր պայքար սկսեց Վիետնամի ազատագրական, բայց ֆրանսիացիները հետ եկան եւ ասացին հոп, այսպես չի լինի, պետք է ընդհանուր համաձայնության գալ, չի կարելի։ Մեր նախկին գաղութն եք դուք ճապոնացիները ժամանակավոր վերցրել են, ֆրանսիացիներին սա դուր չէր գալիս, ֆրանսիացիներին։ Եվ 1946 թվականից, ելի ժողովուրդ, ԱՄՆ-ի մասին բացարձակ խոսք չկա, Ֆրանսիան լայնամասշտաբ պատերազմ սկսեց Վիետնամում։ Ֆրանսիայում լուրջ բողոքի ալիքներ բարձրացան, ֆրանսիացիները կառավարության այդպես ցեխը մցրեցին, ասին մեր չեմ հասկանում, պատերազմը նոր ավարտվել է, այսքան զոհեր, այսքան կիսավեր վիճակ, Եվրոպան քանդված, Ֆրանսիան ավիրված, Հիտլերից պրծանք, Մուսոլինիից պրծանք, Վիետնամ, ինչ գործ ունենք մենք Վիետնամում։ Բայց ֆրանսիական կառավարությունը մտավ պատերազմի մեջ 46-ից մինչև 54 թվականը 8 տարի։ Ֆրանսիական կառավարության համար եւ Ֆրանսիայի պատմության մեջ եւս սա ամենախայտառակ էջերից էր, որովհետեւ ֆրանսիացիները ոչինչ անել չկարողացան Վիետնամում, ոչինչ անել չկարողացան։ Վիետնամի ժողովուրդը, սիրելի հայեր, ես չգիտեմ ձեզանից ովքեր են տեղյակ, բայց մի այսպես այնքան զորավոր պատկեր է կանգնում, երբ որ պատմությունը կարդում ես, ինչ կերպ էին մարդիկ պահում իրենց երկիր, ինչ կերպ էին պայքարում, ֆրանսիացի կլներ, ամերիկացի կլներ, ով ուզում էր լիներ, կռիվ էին տալիս։
Վերջին տարիներին արդեն 50 թվականից հետո, որ ֆրանսիացիները հասկացան, որ ոչինչ անել չեն կարողանալու, դիմեցին Ջաջուշկա Սեմին, այսպես ճակերտավոր ասած, գիտեք, Քերի Սեմին, դիմեցին Ամերիկային, ասեցին մի քիչ մեզ էլ, այսպես ժողովրդական լեզվով ասած, քյոմա կարա, սիրելի Ամերիկա։ 1950-ից մինչև 54 թվականը, սիրելի ժողովուրդ, ԱՄՆ կառավարությունը այն թվերի համեմատ ֆրանսիական զորքերին օգնելու, հետո ինքն էլ արդեն մտավ ոչ ֆորմալ այսպես պատերազմի մեջ 50-ականների մասին է խոսքը։ Վիետնամի պատերազմը սկսվել է 63 թվականին, դեռ դրան չենք ասել։ 3 միլիարդ դոլար փող ծախսեց 3 տարում։ 3 միլիարդ 50-ական թվականներին, սիրելի ժողովուրդ, ես չեմ կարող ասել սա ինչ թիվ էր կազմում։ Չեմ կարող ասել ինչ թիվ էր կազմում։ Ամեն դեպքում 54 թվականին Վիետնամի Դիենսենֆու կարծեմ այսպիսի մի գյուղաքաղաք, այսպիսի մի ավան էր, այս գյուղաքաղաքի մերձակայքում ֆրանսիական եւ ամերիկյան զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին վիետնամցիներից եւ ստիպված եղան Ժենևում ստորագրել այդ Ժենևյան կոնվենցիան, ըստ որի Վիետնամը կիսեցին երկու մասի՝ հարավային եւ հյուսիսային։ Հյուսիսայինը տվեցին Խոշեմինին, ասեցին արկես կոմունիստ, ինչպես Կորեան էին արել։ Ես ձեզ պատմում եմ, սիրելի ժողովուրդ, թե ինչ էր կատարվում աշխարհի երեսին, երբ որ գերտերությունների շահերը բախվում էին մոլորակների ամենաթեժ կետերում։ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին այստեղ Անգլիան, հիմնականում, հա, Ֆրանսիան, եթե կարելի է այսպես ասել, եւ Վիետնամի դաշնակիցներն էին հիմնականում Չինաստանը եւ ԽՍՀՄ։ Վիետնամը կիսեցին երկու մասի։ Հարավայինը կոչվում էր այսպես կառավարական զորքեր, հյուսիսայինում այսպես, քանի որ կոմունիստներ էին, մնացին պարտիզաններ։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ անպայման, սիրելի ժողովուրդ, թե ինչ էր կատարվում 45 թվականից հետո, ինչ էր Ամերիկայի նպատակը, որն էր ԱՄՆ-ի նպատակը։ 45 թվականին, երբ որ սովետական միությունը կարողացավ մտնել Բերլին, երբ որ Ռեխստագի վրա բարձրացվեց սովետական միության դրոշը, մեր ժողովուրդն էլ գիտեք, այնտեղ մեր զինվորները քոչարի պարեցին, հա, աշխարհը տեսավ, որ ԽՍՀՄ մտավ Բերլին, թեև ես ձեզ ասել եմ, ըստ պատմական փաստերի, ամերիկացիները եւ անգլիացիները հեռու չէին։ Այնպես չի, որ ԽՍՀՄ միայնակ գնաց ու ֆաշիզմին հաղթեց, ոչ եւ ոչ, այնպես չի, որ Ստալինը պատերազմը կրեց, ինչպես ոչ, սիրելի ժողովուրդ, սա դաշնակիցների հաղթանակն էր, բայց ԽՍՀՄ առաջինը մտավ Բերլին եւ կոմունիստական ճամբարի հեղինակությունը աճեց։ Հիմա Խաղաղ օվկիանոսյան այս ռեգիոնում Վիետնամը ձգտում է կոմունիզմի, Չինաստանը արդեն կոմունիստ է, սրան պիտի հետևեն այնտեղ արդեն Լաոս, Կամբոջա, Թայլանդ, սա ԱՄՆ-ի համար լուրջ հարված էր եւ ԱՄՆ-ը պատրաստ էր ամեն ինչի, միայն հանկարծ չլիներ կոմունիզմ։ 1954 թվականին ԱՄՆ պետքարտուղարն էր, կարծեմ, չգիտեմ ով էր պաշտոնով, ապագա պրեզիդենտ Նիքսոնը, այդ խայտառակ պարտությունից հետո էր, որ ֆրանսիական եւ ամերիկյան զորքերը ջախջախվեցին վիետնամցիների կողմից, Նիքսոնը առաջարկեց ատոմային ռումբ գցել Վիետնամի վրա։ Ես չգիտեմ դուք սրա մասին լսել եք թե չէ։ Սա ժողովրդավար ամերիկացիները։ Ճապոնացիների հարցերն արդեն լուծել էին, Հիրոսիմա, Նագասակի, այսպես համն ընկել էր բերանները։ Նիքսոնն ասեց, ինչ եք էս կոմեն անում, տեսան չեն կարողանում հաղթել։ Ասեց, բերեք ատոմային ռումբ գցեն, ասեցին հոп, արդեն սովետական միությունն էլ ատոմային ռումբ ունի 54 թվականին, որովհետև 49-ին արդեն փորձարկվել էր եւ ես ձեզ մի անգամ ասեցի, որ մեր ժողովրդի անմիջական մասնակցությամբ եւ օգնությամբ, երբ որ 49-ին ստեղծվեց առաջին ատոմային զենքը ԽՍՀՄ-ում, սրանով զսպվեց ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունը, որովհետեւ ԱՄՆ-ը խոստացել էր երկրորդ ատոմայինը ուղղել ԽՍՀՄ-ի եւ Մոսկվայի վրա։ Այսպես Վիետնամը կիսեցին երկու մասի, ԽՍՀՄ ակտիվորեն Չինաստանի հետ, կոմունիստական Չինաստան, կոմունիստական ԽՍՀՄ զինում էին հյուսիսային Վիետնամին, հա, այսպես ասած պարտիզաներին, ԱՄՆ-ն, չգիտեմ, հետո Նոր Զելանդիա պիտի միանար ԱՄՆ-ին, հետո Ավստրալիա պիտի միանար, հետո Ճապոնիան պիտի միանար, ակտիվորեն զինում էին հարավային Վիետնամին։ Բայց
54 թվականին, երբ որ կիսվեց Վիետնամը, երբ որ ստորագրվեց այդ Ժնևյան պայմանագիրը, իբր թե ամեն ինչ նորմալ է, լավ բարիշեցինք, վիետնամցիները չբարիշեցին։ Կոմունիզմը եւ կապիտալիզմը, ինչպես Կորեայի դեպքում, չբարիշեցին։ Ինչպես Գերմանիայի FRG, GDR, եթե հիշում եք, հա, չբարիշեցին։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ Վիետնամում եւ սա տևեց 7 տարի, մինչեւ 1961 թվականը։ Ես երբ որ պատմությունը կարդում եմ սիրելի ժողովուրդ, եւ տեսնում եմ ժողովուրդը վիետնամցիներ, քիչ հայտնի մեզ այս պատմության մեջ ինչ էին արել այս մարդիկ, պարոն Ամերիկա, պարոն Անգլիա, պարոն Ռուսաստան, ինչպես են այս գերտերությունները իրենց շահերի բախմանը գալիս ամենաթեժ կետերում եւ միլիոններով զոհեր էին տալիս այդ կետերում հենց տեղի բնակչության եւ զինվորների հաշվին։ Ես սրա մասին հետո կասեմ, ինչքան զոհ տվեց ԱՄՆ-ը, ինչքան զոհ տվեց Ռուսաստանը եւ ինչ զոհեր տվեց Վիետնամը, որը պայքարում էր իր անկախության համար։ Ընդամենը ֆրանսիացիներն ասում են, տղա ջան, ինչ եք ուզում, ռադ եղեք այստեղից։ Ֆրանսիացիներն ասեցին, ոչ, սա մեր տարածքն է, բայց տեսան չեն կարողանում, ամերիկացիներին կանչեցին։ Այսպես, սիրելի ժողովուրդ, հիմա տեսեք, կիսեցին երկու մասի, եկավ 61 թվականը, բայց 61 թվականին հարաբերությունները ԽՍՀՄ եւ ԱՄՆ այս շահերի բախումը տեղափոխվեց օվկիանոսից այն կողմ։ Վիետնամը մի պահ մնաց այստեղ, թեժկետ, տեղափոխվեց Կուբա։ Կարծեմ 61 թվականին, թե 62 թվականին, եթե ճիշտ կարողանամ հիշել, ԱՄՆ իր բալիստիկ հրթիռները տեղադրեց Թուրքիայի Իզմիրի շրջանում։ Խրուշովը սրանից իհարկե խառնվեց իրար եւ ԽՍՀՄ-ում, Կրեմլում շտաբ խորհրդակցության ընթացքում եկան համաձայնության եւ նախագծվեց անադիր կոչվող օպերացիան։ Իմիջիալոց անադիր օպերացիան գլխավորում էր ԽՍՀՄ մարշալ Բաղրամյանը։ Ինչ էր այս անադիր օպերացիայի, այսպես ասած, միսիան։ Սովետական հրթիռները հնարավորինս աննկատ տեղափոխել եւ տեղավորել Կուբայում, դուք սա գիտեք, սա Կարիբյան ճգնաժամն է, թե ինչ արեց այդտեղ Անաստաս Միկոյանը, թե ինչպես կարգավորվեցին այդ Կաստրոյի հետ այդ հարաբերությունները, Կաստրոն ուզում էր մտնել Մայամի եւ Խրուշովը Կուբա գործուղեց Անաստաս Միկոյանին։ Սա կարևոր չէ, սիրելի ժողովուրդ, բայց Կարիբյան ճգնաժամի այդպես շատ թե քիչ կարգավորումից հետո ԽՍՀՄ եւ ԱՄՆ վերադարձան Վիետնամ։ 63 թվականին արդեն, հիմա ես կգամ այդ պատմությանը եւ տեսեք այս մարդակերության մեջ, այս գերտերությունների մեկը բոլշևիկ է գերազում, մեկը արևմուտք է գերազում, մեկը Ֆրանսիա է բարեկամ ասում, մեկը Անգլիա է բարեկամ ասում, մեկը 11 պարսիկները, մեկը 11 վրացիները, ես բացատրում եմ ինչ բան է շահը եւ ինչպես պիտի պետությունը ներկայանա, որպեսզի չդառնա ոտքի կոխան ամենքի, ինչպես կասեր ամենայն այոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ 63 թվականին ԱՄՆ կառավարությունը, այս դեպքում արդեն Քենեդին էր պրեզիդենտը, վերջնականապես հիասթափվեց հարավային Վիետնամի կառավարությունը, ես չեմ հասկանում, չես կարողանում այդ պարտիզանների դեմ միլիոններ տալիս ենք, միլիարդներ տալիս ենք, ոչինչ չես կարողանում անել։ ԱՄՆ հեղափոխություն կազմակերպեց հարավային Վիետնամում, կառավարությանը գցեցին, դրեցին իրենց մարդուն, ասեցին սա պիտի լինի այստեղ, որպեսզի կարողանան կոմունիզմի դեմ պայքարել։ Կոմունիզմի այս թափ հավաքելը շատ վտանգավոր է արևմուտքի համար։ Այսինքն ամերիկացիների ուշքը չէր գնում նրա համար, որ ժողովրդավարությունը բերեին Վիետնամ։ Ամերիկացիները 4 միլիոն վիետնամցիների են կոտորել։ 4 միլիոն։ 10 տարվա ընթացքում 4 միլիոն վիետնամցի է մեռել։ Խաղաղ բնակչությունից, հարավային Վիետնամից, հյուսիսային Վիետնամից։ Սա ամերիկացիները, ֆրանսիացիները, ռուսները, անգլիացիները, ավստրալիացիները, նոր զելանդացիները, դաշնակիցները։ Այսինքն գերտերությունները ինչպես էին բախվում եւ փոքրիկ այդ երկրների վրայով այսպես անցնելով փորձում էին լուծել իրենց հարցերը։ Եվ հենց այստեղ, երբ որ հարավային Կորեայի, ներողություն, հարավային Վիետնամի կառավարությունը փոխվեց,
64 թվականին արդեն ինչպես արդեն կարդացի, դուք լսեցիք օգոստոսի 2-ին աշխարհին հայտարարվեց, որ Վիետնամի ռազմածովային ուժերի նավատորմը այսպես կրակ է բացել ամերիկյան ականակիրի վրա։ Արդեն ասացի, որ Վիետնամը չուներ նախ ռազմածովային նավատորմ, այնտեղ փոքրիկ մոտորանավակներ են, բայց արդեն Լինդոն Ջոնսոնի վարչակազմը այսպես կարողացավ ներկայացնել աշխարհին, որ վիետնամցիները հարձակվել են մեր վրա, ամերիկյան ականակիրը պատասխան է տվել եւ այստեղից սկսվեց պաշտոնապես այսօրը համարվում է Վիետնամի պատերազմի սկիզբը, որը տևեց մոտ 8-9 տարի մինչև 1973 թվականը։ Ուրեմն համեմատության համար ասեմ, որ միջազգային այսպես ստատիստիկայով, որ հաշվել են պատմաբանները կամ չգիտեմ պատմաբանները կամ գիտնականները, չգիտեմ ովքեր են հաշվել, Վիետնամի պատերազմի ընթացքում ուրեմն 6 միլիոն 727 հազար տոննա ռումբ են ամերիկացիները նետել Վիետնամի վրա։ 6 միլիոն 727 հազար տոննա, ես չեմ կարողանում պատկերացնել սրա թիվը, ինչ են արել այս խեղճ ժողովրդի հետ, ջարդ ու փշուր, համեմատության համար, սիրելի ժողովուրդ, Գերմանիայի վրա ողջ պատերազմի ընթացքում ընդամենը 3 միլիոն տոննա ռումբ էր գնացել, եթե սա հաշվարկներով ասեն, ուրեմն 75 միլիոն 700 հազար տոննա 75 միլիոն 700 հազար տոննա, դուք պատկերացնում եք, սա ինչ թվի մասին է խոսք, այս թիվ անգամ պատկերացնել չի լինում, այսքան թունավոր քիմիկատներ են ինքնաթիռներից լցրել վիետնամական հողի վրա, ջունգլիներ, հողեր, բերի հողեր, չգիտեմ ինչեր, ասում են, որ տարածքներ կան, մինչև հիմա Վիետնամում այնտեղ ոչինչ չի աճում, որտեղ ամերիկացիները այն կարգի են հավասարեցրել հողին, համ ժողովրդին, համ հողերը, որ հյուսիսային Վիետնամ, այսպես ասած, ժողովուրդը գոնե հանձնվեին, սովետական միությանը բաց թողեին, կոմունիզմի գաղափարը բաց թողեին, գնային հարավային Վիետնամ, որտեղ կարող էին ապրել, սովի էին մատնում այն ժողովրդին։ Ամերիկացի մի զինվոր, անունը այսպես հորինված է կարծեմ, լեյտենանտ Կելլի, այսպես էին ասում։ Այս մարդու հաշվին կար թվով չեմ կարող ասել 5, 6, 7, 10 հազար զոհեր, անձամբ գնդակահարել էր, գյուղերով այս մարդը գնդակահարել էր։ 80-ականներին արդեն միջազգային այսպես անգլիացի մի բան գիտնական կա Ռասել, հենց այդպես էլ կոչվում է Ռասելի դատաստանը, փորձեց ինչ-որ բան անել, այդ լեյտենանտ Կելլիին գտան, բերեցին, իբր թե ինչ-որ պիտի դատեն սրան, պայմանական ինչ-որ 15 տարի դատ տվեցին, իբր մարդկության դեմ գործած հանցագործություն այս լեյտենանտ Կելլին, բայց ամերիկացի ժողովուրդը ոտքի կանգնեց, ասաց հերիք չի մեր զինվորներին տալ եք Վիետնամ, նատել դատում եք։ 15 տարվա այս ես խոսում եմ խաղաղ բնակչության մասին, խաղաղ բնակիչներին էր, գյուղերով չարթուփշուր էր արել այս լեյտենանտը։ 15 տարվա այս ազատազրկումը իջավ եւ հասավ տարուկես ազատազրկման տնային պայմաններում։ Տնային կալանք էին տվել սրան, վերջ սրանով վերջացավ գնաց։ Հիմա տեսեք, սիրելի ժողովուրդ, եկավ 1972 թվականը եւ Վաշինգտոն Պոստում, ամերիկյան այդ հայտնի հեղինակավոր Վաշինգտոն Պոստում հայտնվեց սկանդալային մի նյութ։ Այս նյութը հրապարակել էր հայտնի լրագրողը։ Ինչ էր արել այս լրագրողը։ Փաստաթուղթը կոչվում էր նյութը կոչվում էր Պենտագոնի փաստաթղթեր։ Լրագրողը հանրայնացրել էր Պենտագոնի փաստաթղթերը, որը նա ստացել էր անհայտ, այսինքն ոչ թե անհայտ, այլ ինքը չհայտնեց անունը, այսպես իր աղբյուրը պահեց այդ մարդը, մինչև վերջ սա լրագրողական էթիկա է, նրանք ովքեր ծանոթ են գիտեն, չհայտնեց մարդու անունը, բայց հրապարակեց Պենտագոնի փաստաթղթերը, որոնք ապացուցում էին այս ամեն ինչը, որ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը անձամբ է հրահրել այս էսկալացիան, անձամբ է հանցագործել Վիետնամի ժողովրդի դեմ, հրահրելով պատերազմ, որը տարավ միլիոնավոր կյանքեր վիետնամցիների կողմից, ԱՄՆ-ի կողմից կարծեմ
այսպես ոչ պաշտոնական 150-200 հազարի մասին են խոսում զոհերի, բայց կարծում եմ շատ ավելի շատ են ամերիկացիները պարզապես չեն ուզում դա հանրայնացնել։ Ուրեմն այս լրագրողը սիրելի ժողովուրդ 1920 թվականի հունվարի 26-ին Արևմտյան Հայաստանի Մարաշում ծնված Հայկ Բաղդիկյանն էր։ Ուրեմն 20 թվականին Մարաշում, երբ որ ծնվեց Բաղդիկյանը, թուրքերը 1 ամիս հետո, այսինքն փետրվարին մտան Մարաշ։ Ֆրանսիական լեգիոնը, սիրելի ժողովուրդ, որը հայկական լեգիոնի հետ հովանավորչությամբ, այսպես ֆրանսիական հովանավորչությամբ հայկական լեգիոնի հետ ուղարկվել էր Արևմտյան Հայաստան, ֆրանսիական լեգիոնը առանց կռվի, առանց պատերազմի, խելոք, սուսուփուս դուրս եկավ Մարաշից թուրքերի դեմը չառնելով։ Սա 1920 թվականին։ Թուրքերը մտան Մարաշ եւ շատ քչերին հաջողվեց փրկվել Մարաշից։ Հայկի ընտանիքը մի կերպ փրկվում է, փախչում են Լիբանան, բայց ճանապարհին ընդամենը 7-8 ամս, ընդամենը 1 ամսեկաներ է երեխան արդեն, հա։ Քույրը այսպես շալով փաթաթում է երեխային, մտածում է, որ մի կերպ երեխային վերցնի ու փախնի, բայց հասկանում է, որ երեխան մահացավ, դադարում է շնչել Հայկը։ Քույրը մտածում է, ասում է, դե փախչում են, այստեղ հնարավոր չի, մտածում են հարմար միտեղ գտնեն, որ երեխային հողին հանձնեն։ Երբ որ երեխային դնում են հող, այս երեխան ինչ-որ մատերը շարժում, կենդանության նշումներ է ցույց տալիս, քույրն ասում է, մարդ, այս երեխան չի մեռել։ Սա այս երեխան մի քանի տասնամյակ անց դառնալու են մարդը, որը հրապարակելու է Պենտագոնի փաստաթղթերը, որի ճնշման տակ ամերիկացի ժողովուրդը մեծ բողոքի ալիք է բարձրացնելու եւ Ամերիկայի կառավարությունը ստիպված է լինելու գնալ Փարիզյան համաձայնագրին, որով վերջ դրվեց Վիետնամյան պատերազմին։ Բեն Բաղդիկյան կամ Հայկ Բաղդիկյան։ Ես մտածում եմ, ինչ լրագրողներ ենք ունեցել, հա, ես հիշում եմ մեկին կար, հիմա չգիտեմ կա թե չէ այդ կինը Ստարավոյտովա, չէ, Ստարավոյտովա ինչ էր անում, չեմ հիշում, մեկը հիշացրեք, որ Արցախում անդադ բաներ էր անում, չէ, Ստարավոյտովան չէր, ինչ էր անունը, չեմ հիշում այդ կնոջ, մտածում եմ լավ, Արցախյան պատերազմ, ասենք այս կարգի 88-ից, եթե նայենք, ասենք, անկախության շարժմանը, եթե նայենք, ասենք, Բաքվի կոտորածներ, չգիտեմ, են օղագործողություն, ռուս-թուրքական, ինչպես միշտ այդ համագործակցությունը կալցո կոչված օպերացիան, հա, երբ որ Գորբաչովը, եթե կհիշեք, 88 թվականին մեր սերունդը եւ մեզանից մեծերը կհիշեն, որ Հենրի Կիգիցյանը առաջին եւ վերջին անգամ կարծեմ, չգիտեմ, այդպիսի դեպք է նորից եղել է թե չէ, բարձր ամբիոնից Կրեմլուն, որ ասաց հիշում եք, Միխայել Սերգեյիչ, у нас в Армении есть поговорка բոզին բոզություն է հասնում։ Հայրը ոգևորվեցին, ասեցին, այ քեզ բան։ Դրանից հետո մի քանի օր անց Սախարովը, Լուսահոգի Սախարովը եւ նույն Իգիցյանը արդեն հակադարձեցին Վեզիրովին, եթե կհիշեք, ելի ժողովուրդ, ասացին, որ Ադրբեջանի Սախարովի խոսքերն եմ ես մեջ բերում, Սախարովն ասաց, որ ադրբեջանցիների համար Արցախի հարցը գուցե պրինցիպի հարց է, իսկ հայերի համար սա ազատագրական պայքար է եւ ձեր պրինցիպները չեն հաղթելու ազատագրական ոգուն եւ չհաղթեցին։ 1994 թվականի մայիսի 8-ի մասին է խոսքը։ Բայց լրագրողներին եմ նայում, սիրելի ժողովուրդ, Բեն Բաղդիկյանը ասում են 6 ամիս Իսրայելի զորքերի հետ մեկնել էր պատերազմական գոտի, որպեսզի ներսից կարողանա ծանոթանալ այդ էսկալացիային, Սուեզյան ճգնաժամ կար, երբ որ Անգլիան, Իսրայելը այսպես հարձակվել էին մեկ էլ Եգիպտոսի վրա։ Այս հրաշալի եվրոպական այս կերպարը, մշակույթը, զորավոր այս եվրոպացիները Սուեզի ճգնաժամ գոյություն ունի, դուք կարող եք բացել եւ կարդալ։ Ես չեմ անուն դնում այսպես ժողովրդական լեզվով ասած ոչ անգլացուն, ոչ ամերիկացուն, ոչ ռուսին, ոչ կրեմլին, ես խոսում եմ շահերի բախման մասին,
որտեղ գերտերությունները իրենց շահերի բախման խաչմերուկներում պատրաստ էին զոհաբերելու բոլոր նրանց, որոնք չկարողացան դնել աշխարհի առաջ իրենց շահերը։ Այսպես անում էր ցարական Ռուսաստանը, այսպես անում էին բոլշևիկները, այսպես անում էր Օսմանյան կայսրությունը, այսպես անում էր Պարսկաստանը, այսպես անում էին եվրոպացիները, անգլիացիները, այսպես անում էին ամերիկացիները։ 73 թվականի Վիետնամյան պատերազմի ավարտից ընդամենը 6 տարի պիտի անցներ եւ պիտի հաջորդ թեժկետը բացվեր Ջաջուշկա Սեմի անմիջական այսպես միջնորդությամբ պիտի Ռուսաստանը մտներ Աղվանստան եւ այդ ժամանակ արդեն ամերիկացիները այսպես կասեին, ահա, այս էլ ձեր Վիետնամը։ Աշխարհի այդ ամենաթեժ կետերում անընդհատ այս գերտերությունները գալիս էին, հայտնվում էին, մեկը զինում էր պարտիզաններին, մեկը զինում էր կառավարությանը, եթե մեկը կառավարությանն էր զինում, մեկը զինում էր պարտիզաններին, եթե չէ, ուրեմն հակառակը ուղիղ ինչպես Լատինական Ամերիկայում, ինչպես Կաստրոն ու Չե Գևարան պայմանավորվեցին, ինչպես Խրուշչովը Միկոյանին ուղարկեց Կարիբյան ճգնաժամը այսպես լուծելու, իհարկե ոչ Միկոյանը այսպես անձնապես լուծեց այդ հարցը, որովհետև սա մեծ դիվանագիտական խնդիր է, պարզապես Անաստաս Միկոյանը գնաց որպես միջնորդ բանակցելու, բայց ինչպես արդեն ասացի, այդ անադիր կոչված օպերացիան, որի արդյունքում ԽՍՀՄ-ից Եվրոպայի որոշ տարածքներից այսպես հրթիռները պիտի աննկատ տեղափոխվեն, որովհետև ԱՄՆ հետախուզական ինքնաթիռները անդադ վերահսկում էին օդային տարածքը, անդադ նկարանումներ էին անում, ինչպես կարողացան այս հրաշալի իրագործված գործողության արդյունքում հրթիռները տանել տեղավորել Կուբայում, որովհետև ինչպես արդեն ասացի, դրանից առաջ ԱՄՆ հասկանալով, որ Վիետնամում հարցերը շատ լուրջ են, բերեց եւ Թուրքիայի Իզմիրում դրեց մինչեւ 2500-3000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռները եւ ԽՍՀՄ-ին ասաց դե զգույշ։ Բեն Բաղդիկյանը սիրելի ժողովուրդ, սա այն մարդն էր, որ 6 ամիս ինքնակամ բանտարկության է համաձայնվել ԱՄՆ-ի բանտերում, ինքնակամ, ինչի համար, որպեսզի կարողանա բանտի կյանքը լուսաբանել ներսից։ Ասում են, որ Բեն Բաղդիկյանի լուսաբանությունից հետո, այդ 6 ամսից հետո, որ նա դուրս եկավ Բերթից, այսպես ինքնակամ նստելուց հետո դուրս եկավ եւ հրապարակեց այդ Բերթերի կյանքը ներսից հոդվածը, ամերիկյան ժողովրդավարությունը Բերթերում այսպես հոդվածը, ասում են, որ կալանավորները Բեն Բաղդիկյանին արդեն իրենց աստվածն էին համարում, որովհետեւ լուրջ փոփոխություններ եղավ։ Այս կարգի լրագրող էր։ Վիետնամի պատերազմից հետո, որը անմիջապես այսպես այդ ալիքը բարձրացավ հենց Բեն Բաղդիկյանի շնորհիվ, երբ որ Washington Post-ում հրապարակվեց այդ հոդվածը, 75 թվականին արդեն Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցին ԱՄՆ-ի չեմ ուզում անուն տալ, հեղինակավոր պարբերականներից մեկը այսպես կեղծ թուրքական հովանավորչությամբ կեղծ լուրեր էր տարածել Հայոց ցեղասպանության մասին, իբր ամեն ինչ եղել է հակառակը։ Այս մարդը, այս լրագրողը, մարաշցի այս միամսյա մանչուկը, որը մահացել էր եւ քիչ էր մնում թաղեին, միայնակ կռիվ է տալիս այդ պարբերականների դեմ եւ հոդվածները չեղյալ է համարում, մի հատ էլ ներողություն են խնդրում, մի հատ էլ դատական հայց են բերում։ Միայնակ։ Ես չգիտեմ, մենք ամենայն հարգանքով այսօրվա մեր Հայաստանում ես չեմ ուզում ոչ ոքի անուն տալ, չեմ ուզում, ունենք լրագրողներ ունենք, բայց այդ պրոֆեսիոնալիզմի պակասը անպայման մեկի կամ սրա կամ նրա պոչը բռնելը, հասկանում եք։ Անպայման, այսինքն եթե տեսնում են անկախ խոսող մեկին, պարտադիր փորձում են, ասենք, այս կողմից, այն կողմից մա թիկունքից բռնել։ Արի դու էս ինչ, արի դու այն ինչ, արի դու այն ինչ։ Հիմա ես ձեզ ասում եմ մի բան, որ երբեք չեմ ասել, բայց կխոստովանեմ հիմա, պետական գաղտնիք չեմ ասելու, պարզապես խոստովանելու եմ։ Երբ որ առաջին գիրքը պիտի
լույս տեսներ, ես ինքս չունեմ այդ հնարավորությունները, սիրելի ժողովուրդ, ես Ալեքսանդր Մանթաշյանցի հետ ոչ մի ընդհանուր ոչինչ չունեմ, պապական ժառանգություն չունեմ, ինչպես ասում են ժողովրդական լեզվով, հա, Մանթաշովի թոռը չեմ։ Ման էին գալիս, փնտրում էինք, ասինք տեսնենք ով եւ առաջարկներ եղան։ Առաջարկներ եղան մարդկանցից, որ ոչ ոքի այդ գործ չունես, մենք ամեն ինչ կանենք։ Ես գիտեի, որ այդ մարդիկ շատ լուրջ գումարների տեր են Հայաստանում, բայց որովհետև այս մարդկանց պոչը ուրիշ մեկի պոչի տակ էր գնում, ես հրաժարվեցի, ասացի ոչ, ես կնստեմ ձեռքով կարտագրեմ այս ամեն ինչը, չէ կարողանա հրատարակել, կնստեմ ու կկարդամ, բայց ձեր օգնություն ինձ պետք չի, չեմ ուզում, ես ձեր փողը չեմ ուզում ախպեր, հեռու մնացեք։ Երեք լուրջ, անկախ, գրագետ, խելացի լրագրողներ կարող էին քաղաքական դաշտը Հայաստանում այսպես շուռ տալ։ Բայց Հայաստանում, սիրելի ժողովուրդ, ես արդեն պիտի կրկնվեմ, բայց կասեմ, որ քաղաքականությունը Հայաստանում այլ անուն ունի, դա կոչվում է մարտեր առանց կանոնների, իմ ֆիզիկական առողջությունը կներեք չի հերիքում, որ ես մտնեմ մարտեր առանց կանոնների մեջ, չի հերիքում իմ ֆիզիկական առողջությունը, ամենայն հարգանքով, սիրելի ժողովուրդ, ես ընդհանրական պատկեր եմ ասում, ոչ թե անհատական որևէ մեկին կպնում եմ։ Ինչ կատարվեց 91 թվականից վեր այդ քաղաքական դաշտում։ Կարճ ասեմ եւ կեզրափակենք, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն այսպիսի մի պատմություն կա, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ամեն դեպքում համեմատության համար շատ հիանալի պատմություն է։ Ասում են, որ ամերիկացի մի ֆերմեր ամեն լուսաբացի նկատում էր, որ իր հավերին ուտում են։ Սկզբում աղվեսներ, փորսուղներ, չգիտեմ ինչեր, այսպես հերթապահության են նստում եւ տեսնում են, որ գիշերով առնետները պարզապես մեծ առնետներ խժռում են հավերին։ Ոչ միայն հավերին, բադերին, այսպես վնասում են ամբողջ տնտեսությունը։ Իսկ մարդը մտածում է, ինչ անի, լավ, 1, 2, 3, ասենք այդ թակարդով քանի առնետ պիտի բռնես։ Ուրեմն Բաքում մեծ փոս է փորում, երկաթե այսպես տակառ է հավաքում, մեծ տակառ, տեղադրում է փոսի մեջ եւ տակառը ամբողջությամբ լցնում է պանրով։ Պանրի հոտ այսպես շաղ է տալիս այդ տարածքով մեկ, հա, առնետները գալիս են պանրի վրա։ Այս մարդը մտածում է, ասում ես առնետները շատանան կամ քչանան կամ ինչ անեն, առնետների յուրաքանչյուրը նախ եւ առաջ ուտել է ուզում։ Շատ պանիր տվեք։ Մի 20-25 օր կամ 30 օր չգիտեմ, կամ մի ամիս կամ 2 ամիսա կարևոր չէ, տակառը լցվում է առնետներով, առնետները լցվում են իրար վրա, այս մարդը դնում է կափաչ ու փագում է։ Հիմա մտածում է, ինչ պիտի անես առնետներին, մտածում ասում է, լավ, բենզինը լցնեմ, վառեմ միանգամից, թող կտրվեն գնան։ Հետո մտածում ասում է, բա որ ախր միտեղից նրանք գալիս են, չէ՞, բա որ նորից գան։ Այսինքն ես տարին քանի փոս պիտի փորեմ, քանի տակառ պիտի լցնեմ։ Մտածում է այս ֆերմերը ինչ պիտի անի, փակում է տակառը, վրան ծանր բան է դնում եւ 2 ամիս մոտ չի գնում։ Ուրեմն 2 ամիս հետո սիրելի ժողովուրդ տակառը բացում է եւ ընդամենը 2 առնետ։ Խժռում են իրար առնետները, երբ որ ուտելու ոչինչ չունեն, երբ որ պանիրը վերջացել է, սկսում են իրար խժռել եւ մնում են ընդամենը 2 առնետներ։ Այս մարդը այդ 2 առնետներին ազատ է արձակում, տարածքով մեկ, ասում է գնացեք, մեկը մի կողմ, մյուսը մի կողմ։ Եվ գիտեք ինչ է կատարվում։ 6 ամսվա ընթացքում այս 2 առնետները, որոնք արդեն հետ էին վարժվել պանրին եւ սովոր էին խժռել իրենց տեսակին, խժռում են եւ վարակում են ամբողջ տարածքը։ 6 ամիս հետո տարածքում առնետներ չեն մնում, որովհետեւ առնետները սկսում են խժռել միմյանց։ Եթե կարիք կա փակագծերը բացելու, խնդրեմ, բայց կարծում եմ այս համեմատությունը պիտի որ հասկանալի լիներ, թե ինչի համար ես չեմ մտնում այդ քաղաքականություն կոչվածի մեջ, որը ասեցի արդեն Հայաստանում ուրիշ անուն ունի, մարտեր առանց կանոնների, ես չեմ մտնում այդ մարտեր առանց կանոնների մեջ, իսկ
ասացիս ողջ նպատակը սիրելի ժողովուրդ ֆիլմ ունեինք սովետական Միխայել Վադինոյն էր դերում Свадьба Малиновки, եթե գիշեք Յանի Բելի, Յանի Կրասնի, Յանի Բելի, Յանի Կրասնի, опять Վլաս Մինյայցը։ Ես սիրելի ժողովուրդ ոչ սպիտակ եմ, ոչ կարմիր եմ։ Ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ եմ, ոչ հակայ եմ, ոչ պռոյ եմ։ Ես խոսում եմ իմ ժողովրդի մասին, ես խոսում եմ այն պոտենցիալի մասին, սիրելի ժողովուրդ, որը մենք տվել ենք աշխարհին եւ չենք պահել մեզ եւ կրկնում եմ։ Այդ պոտենցիալի տալու արդյունքում ես բերում եմ դրանք զուգահեռներով, այսպես բումերանգի էֆեկտով բերում եմ հետ մեր միջավայր։ Ինչի որ պատճառով, ինչու, վերջապես ինչու հայը կարող էր կայանալ ամենուր, վիետնամյան պատերազմ դադարեցնել, չգիտեմ սա անել, չգիտեմ նա անել, բայց երբ որ գալիս հասնում էր մեր միջավայրին, սիրելի ժողովուրդ, մեր միջավայրում հիմա ես ընդամենը փաստավավերագրական ինչ-որ պատմական ակնարկներ են, քաղաքականություն չկա, ոչ մեկի անունը չեմ տալիս, բայց նույնիսկ սրա համար մարդիկ ախմախ կփորձեն, ասենք, ժողովրդին ապակենտրոնացնել, ասենք, կամ մարդուն վիրավորել, կամ մարդուն հնարավորինս դուրս վռնդել այդ միջավայրից, որովհետև այս միջավայրը երբեք սիրելի ժողովուրդ չի հանդուրժել իրենից խելացիներին, ահա եւ որտեղ էր թաղված շան գլուխը։ Հետ գնացեք, կարդացեք Երվանդ Քոչարի պատմությունը, Մերգելյանի պատմությունը, Ալիխանյանի պատմությունը, Վիկտոր Համբարձումյանի կարդացեք, հետո այս ամեն ինչի մասին մենք խոսենք ավելի մի քիչ բաց թեմաներով։ Այսքանը Բեն Բաղդիկյանի մասին, սիրելի ժողովուրդ, մարտով այսպես անմիջականորեն կարողացավ վերջ դնել ոչ միայն, ասենք, իհարկե միայնակ չէր այս ամեն ինչ արվում, սա այստեղ նորից կար քաղաքականություն, այստեղ կային շատ լուրջ հաշվարկներ, բայց Բեն Բաղդիկյանի այդ հրապարակած հոդվածը մեծ լայն արձագանք ստացավ եւ աղմուկի մեծ ալիք բարձրացրեց, ինչի արդյունքում էլ ամերիկյան կառավարությունը ստիպված եղավ կամաց հաշվի առնել փաստեր, որոնք էլ տարան Փարիզյան պայմանագրի կնքելուն։ Այսքանը, սիրելի ժողովուրդ, Բեն Բաղդիկյանի մասին հիշեցնեմ, ավելի մանրամասն կարող եք կարդալ երկրորդ գործված ժառանգություն գրքում եւ ինչպես ձեռք բերել, ինչ անել, ոնց անել, սիրելի ժողովուրդ, դուք տեսնեք մեկնաբանություններում։ Սրտանց շնորհակալ եմ բոլոր adekvat մարդկանց, շնորհակալ եմ նաեւ ոչ adekvatներին, որովհետեւ կարծում եմ այս մարդկանց տեղը իմանալու համար ես շատ ժամանակ պիտի կորցներ, բայց նման մարդիկ միանգամից իրենց տեղն ասում են եւ ես ավելի ժամանակ չեմ կորցնում դրա համար։ Անշառ անփորձանք մնացեք, սիրելի ժողովուրդ, մոտ օրերս առաջն մոտ օրերս ես կլինեմ Հայաստանում, եթե խնդիրներ, հարցեր կլինեն կամ չգիտեմ զրուցելու բաներ կլինեն, առավել եւս այն առյուծի կաթ խմողներին է սա վերաբերվում, ես Հայաստանում կլինեմ, զանգեք կհանդիպենք, եթե կհերիքի ձեր ողջ, այսպես գիտակցական ներուժը, անփորձանք մնացեք, կհանդիպենք, սիրելի ժողովուրդ, ցտեսություն։